Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր խոսքս ուզում եմ ուղղել գողական աշխարհի հեղինակություններին, եթե նրանք իհարկե կան։ Ես ձեզ ուզում եմ մի հարց տալ, երբ որ որևիցե մարդու, թեկուզ չլինի, այսպես ասած, ձեր հասկացողությամբ, հասարակ մի մարդ, երբ որ նրա մորը հայհոյում են, կատաղում է, նույնիսկ կարող է դանակահարել։ Նամանավանդ ձեզ, գիտեմ, որ ձեր դեպքերում էլ նույնն է, եթե ձեր մորը վիրավորեն, նամանավանդ եթե մարմնական վնաս պատճառեն, ֆիզիկական վնաս, ես պատկերացնում եմ ձեր զայրույթը, ձեր վրեժը, ձեր բոլոր հնարավոր մեթոդները, որ կօգտագործեք այդ մարդուն ոչնչացնելու։ Հիմա տեսեք, ինչպես ռուսներն են ասում, Ռոդինը մать։ Հայրենիքը նույնպես մայր է, մայր հայրենիք է, չէ կոչվում։ Պարտադիր չի դա, որ ֆիզիկապես նման լինի ձեր մորը կամ ընդհանրապես մայրերին, դա փոխաբերական սիմվոլիկ իմաստով է, քանի որ այնտեղ ենք ծնվել, այնտեղ մեծացել այդ հողու ջրով, և մեր գենետիկական կոդը այդտեղից է գալիս, թեկուզ և բնակվել ենք, կամ ծնվել մեծացել այլ երկրում, այդ հայրենիքը մեր հայրենիքն է, դա մեր մայր հայրենիքն է։ Եվ կցանկանայի հարց տալ ձեզ, ինչպես եք դուք վերաբերվում, երբ որ ձեր հայրենիքին են խոշտանգում, բզկտում, մաս առ մաս կտրատում, նվաստացնում ձեր հայրենիքին և երկրի ղեկին կանգնած է մեկը, որ անում է այդ բանը և մարդիկ լուռ դիտում են, դուք էլ լուռ դիտում եք և ոչինչ չեք անում։ Ես մինչև հիմա չեմ լսել որևիցե մեկը, որ կարողացել է կամ անում է կամ կանի որևիցե քայլեր այս ուղղությամբ։ Չէ որ դուք շատ հնարամիտ եք, չէ որ այդքան կապեր ունեք, այդքան կապեր ունեք կառավարական ապարատներում, թեկուզ ձեզ ենթարկվող, ձեզ աջակցող ոստիկանության մեջ, որ ձեզ համար են աշխատում, ծանոթներ և այլն։ Չէ որ դուք այնպիսի արագ տեղեկատվությամբ եք դուք օժտված, որ տելեգրամի պես հասնում է ձեր ականջին ամեն ինչ, ամեն լուր, և դուք խորացած եք շատ հարցերի մեջ, որոնք սովորական մարդիկ չգիտեն, բայց դուք տիրապետում եք այդ տեղեկություններին և ցանկացած մոմենտ կարող եք դրանք բացահայտել, դարձնել մարդկանց հրապարակայնորեն մարդկանց տեղեկության։ Մինչև հիմա ես չեմ հիշում որևիցե մեկին, եթե կան, թող ներեն, որ ինչ-որ մի բան արել է ձեր միջից, թե հայրենիքի համար, թե զինվորների համար, թե այս 44-օրյա պատերազմում օժտել է, որ օգնի զինվորին, բանակին, մեր աղքատիկ բանակին, որ պատերազմը ավարտվի հաղթությամբ։ Գիտեք, որ այսպես ասում են թասիբ, թասիբը գիտեք, այն զինվորն է, որ գնաց կյանքը տվեց, կյանքը իր համար ամենաթանկարժեք բանն էր։ Հոթելներն ու ռեստորաններն ու կազինոները ունենալը այդքան թանկարժեք չէ, կյանքից ավել չէ, քան կյանքը, ճիշտ է։ Նա իր ունեցած ամենաթանկ բանը տվեց, իր կյանքը։ Շատերը կարող էին փախնել փողով և այլը կաշառելով չմասնակցել։ Շատերը գիտակցաբար գնացին և հերոսություններ արեցին շատ վտանգավոր պայմաններում և զոհվեցին։ Ինչի համար կարծում եք նրանք զոհաբերեցին իրենց կյանքը։ Հայրենիքի համար։ Ահա թե ինչ է նշանակում իսկական թասիբը։ Իսկական թասիբը անձնական չի լինում միայն, որ մեկը ձեզ որևիցե վատ բան ասի,
խետնայի, հայհոյի կամ որևիցե չարություն անի ձեր նկատմամբ ձեր ընտանիքի եւ դուք գնաք ձեր թասիբը պահեք, հարցակվեք, ծեծեք, սպանեք եւ այլը, ասեք ես թասիբով տղա եմ, մաքրեցի իմ անունը, թասիբի տակից դուրս եկա, այսպես, եթե այսպես եք կոչում։ Ես դա թասիբ չեմ համարում, դա ցանկացած մարդ էլ այդպես է, ցանկացած հասարակ մարդ էլ ունի իր արժանապատվությունը եւ այսպես կոչված թասիբը։ Նրանք էլ են անում նույն բաները, այնպես որ ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Դուք չեք կարծում, որ ձեր ամեն ինչը, բոլոր գործողությունները, ինչ որ անում եք, ինչ կյանքով որ ապրում եք, դա շատ էգոիստ կյանք է, եսասեր կյանք է եւ ընդամենը ամեն ինչ անում եք միայն ու միայն ձեր համար։ Ձեր համար եւ մի քանի ձեր աղբերների համար։ Մի քանի աղբերներ, որ նստած են այնտեղ բանտում, հասցնում եք այս կամ այն, փող եք հավաքում, օգնում եք եւ այլը, այդքանով բավարարվում, որպեսզի նրանք էլ ձեզ համար անեն նույնը։ Այսպես ասած, առևտուր, ես քեզ համար, դու ինձ համար։ Նորից, ինչպես տեսնում եք, սլակները գալիս են դեպի ձեզ, միայն ձեր իսկ համար եք անում։ Ես այս ամենը չեմ ասում քննադատելու վիրավորելու համար, դա ինքնանպատակ չէ։ Ես ասում եմ սա, որպեսզի մի քիչ ձեզ հաշիվ տակ խորհեք։ Եթե երկրի եղեգին կանգնած է մի անձ, որը ավելի շատ հակառակորդ երկրի, թշնամու երկրի բոլոր պահանջներն է կատարում, պարզ է, որ դա արդեն դավաճանություն է եւ նա չի համապատասխանում այս աշխատանքին եւ երկիրը ուղղահայաց տանում է դեպի կործանման նպատակասլաց եւ դա ձեզ բոլորովին չի վերաբերվում։ Հասարակ մարդիկ բերասենք 60%-ը թե ինչքան հազիվ իրենց տնով գործով եւ այնքան էլ հնարամիտ չեն հազիվ կարողանում են իրենց գոյությունը պաշտպանել եւ այնքան էլ խորացած չեն ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ խեղճ մարդիկ ունեն կապեր, ունեն նույն հնարամտությունները, ինչ որ դուք ունեք։ Խորամանկությունը, հնարամտությունը ամեն հարցով որ կարողանում եք այդքան ծակուցուկեր գտնել, այդքան բաներ ձեռնարկել ու կազմակերպել, դուք ունեք այո մեծ կազմակերպչական տաղանդ եւ հնարամտություն։ Դա ես տեսնում եմ, գիտեմ, եւ ինչ օգուտ, եթե դա միայն ձեր իսկ միայն ու միայն ձեր նպատակների համար է։ Եթե դա ժողովրդին ծառայելու ուղղված չէ, չէ որ կարող եք այնպես անել, որ այսպես ասած համ նրանց ժողովրդի համար լավ լիներ, համ ձեզ համար։ Միգուցե ավելի լայնացնեք ձեր մտահորիզոնը, սա արդեն որ երրորդ դարում ենք ապրում։ Մի քիչ նեղ շրջանակներից դուրս եկեք եւ ոչ թե միայն հագուստով ու բիզնեսով նմանվեք ժամանակակից մարդու, այլև լայն մտահորիզոնով եւ ավելի մոդայի կեցվածքով, որը նշանակում է ունենալ նաեւ բարեգործական մկրտումներ, բարեգործական մղումներ, հայացքներ, որը շատ համապատասխան է մոդայիկ, հաջողակ մարդու կերպարին։ Եթե դուք ձեզ այդպես եք ուզում տեսնել այդ կերպարում, ուրեմն պետք է համապատասխանեք դրան։ Քանի որ չեք խառնվում ոչ մի քաղաքական հարցերի, իբր թե դա ձեր գործը չէ, կունենաք այն, ինչ կունենաք։ Թուրքերով լցված երկիր, ոչ մի պետականություն, ամեն ինչ կավերի, Նիկոլը, եթե նորից ընտրվի, եթե չգնա հանգստի եւ չգնա ձկների մոտ տակ։ Այնպես որ այդ մտածում էի միգուցե դուք կարողանաք այդ հարցը լուծել եւ այդ հաշիվները փակել։
Դուք գիտեք ինչ ինչպես եւ ինչու։ Որտեղ, ինչպես ու ով։ Եթե գիտեք ինչ, մարդիկ եղել են շատ հարուստ, բավականին հարուստ մարդիկ շատ են եղել աշխարհում։ Որ մեկի անունն է հիշվում։ Ով է հիշում ինչ որ մի այս քաղաքում այս մեծահարուստի անունը։ Ինչ էլ որ ունեցած լինի։ Նույնիսկ թագավորների անուններն են մոռացվում։ Մնում են միայն պատմության մեջ այն մարդկանց անունները, ովքեր ժողովրդի սրտերում են եղել, ժողովրդի համար մեծ գործեր են արել։ Դրանք են մնում։ Նայեք մի հատասրակ Ռոբին Հուդ, մինչև օրս կա։ Մի հատասեք Ռոբին Հուդ, բոլորը գիտեն։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդին նվիրված էր, խղճում էր, օգնում էր, սրտացավություն ուներ։ Կարեկցանք։ Ձեր մոտ չկա դա։ Ես։ Ինչպես տեսնում եք, ոչինչ էլ չի մնում, աշխարհը փոխվում է, դրությունը փոխվում է։ Բերեք նայենք Ռուբեն Թաթուլյանին, Ռոբսոնին, Սոչիից։ Այս քանի օրն եմ նկատել մի քանի տեսահոլովակ, որ 23 թվականից նա արդեն հեռացել է, փախել է Ռուսաստանից։ Եվ ասում են, որ Հայաստանում է, այդպես են կարծում, այդ եմ լսել տեսահոլովակի մեջ։ Դուք պատկերացնում եք, այն ինչի համար տասնյակ տարիներ աշխատել էր Թաթուլը, կներեք Ռոբսոնը, հյուրանոցների կոմպլեքսներ, առանց նրա թույլտվության ոչ ոք չէր կարող հողամաս գնել, բավականին մեծ բիզնեսներ իրեն էին պատկանում, վարձով տրվում եւ այլը, չգիտեմ, Մոսկվա, թե Սոչի։ Նրան կոչում էին թագավոր, չէ՞։ Երբ որ նա մի տեղ էր գնում, ճանապարհներ էին բացում իրեն համար։ Հիմա ուր է այդ ամենը։ Ուր է այդ ամենը։ Ամեն ինչի վրա արգելափակում է դրված, արեստ է դրված։ Այդ ամեն բոլոր անշարժ գույքերի, որ ուներ։ Իսկ Ռոբսոնին հարց կտայի, եթե դրանցից մեկն ու մեկը դու վաճառեիր եւ որևիցե բան աներիր Հայաստանի համար, զինվորների համար, ավելի լավ չէր լինի, ավելի ճիշտ չէր լինի, քան մնաս Ռուսաստանի։ Այսպես ասած, դարձավ շան փայ։ Քանի հարցեր, որ մնաց արեստի տակ, քանի գույքեր, ամեն ինչ մի խոսքեր, միգուցե հաշվի համարներ ևս, այդ ամեն ինչը մնաց այնտեղ անտիրական, դե իհարկե կգնա պետությանը։ Այդ տեսահոլովակի մեջ ասում էին, որ դուք եղել եք ժլատ եւ ագահ։ Նույնիսկ այն աստղաբաշխական թվերով հյուրանոցներում, որ վաճառում էին սենյակները, տարականներ էին վխտում, կահույքը ջարդած էր եւ ասում են սպիտակ եղենը թարմ չի եղել։ Ամեն ինչում խնայել եք, բայց պետք է հասկանայիք, որ կլիենտը, հաճախորդը դա մեր գործատուն է։ Եթե չլինի այդ գործատուն, գործատերը, չենք էլ ունենա հաճախորդ։ Ամեն ինչում խնայելը, ամեն ինչից ժլատորեն այն կողմ դնելը, այդպես է կարման։ Դառնում է, լցվում է կետը մի օր, որ արդեն դուք չեք տիրապետում։ Իսկ դրա փոխարեն, այդ ժլատության փոխարեն եւ ագահության փոխարեն կարող էիք շատ բարի գործեր անել եւ օգնել թեկուզ այդ զինվորների ընտանիքներին, այդ հաշմանդամ զինվորների ընտանիքներին, որ հիմա ձեր կողքին քայլում են Հայաստանում, այդ նրանց շնորհիվ է, որ դուք կարողանում եք այնտեղ ապրել
և ունենալ կապույտ երկինք առանց ռմբակոծության կամ գտնվել թուրքերի ստրկության տակ վիլայետ։ Այն ժամանակին չէիք անելու կամ ինչ կանեք, եթե վաղը այդպես լինի, հիմա էլ Ալիևի հետ եք ընկերանալու, գործակցելու, կաշառելու, որ ձեր կյանքը խնայի, միջոցները խնայի, թույլ տա այնտեղ մնալու և ձեզ ոչ ոք չկպնի։ Դա էլ հարց է, թե այդպես կանի, ինչը պետք է նրան դրդի դա անել։ Եթե կարող է ամեն ինչը վերցնել, ինչու միայն կեսը վերցնի, կեսին համաձայնվի։ Չէ, որ պետք է գնալու տեղ թողնել։ Կամուրջները պետք չի այրել մինչև վերջ, տեսակ, որ պետք է գավ։ Իսկ ավելի գեղեցիկ ու բարգավաճ Հայաստանում։ Այսպես ասած, նեղյալներին օգնել շատ եք սիրում։ Բա ամբողջ ժողովուրդն է նեղյալ, նրանց ինչով եք օգնում։ Այդ ժողովրդին նեղողին ինչպես եք պատժում։ Չէ, որ դուք ունեք ամեն տեղ ձեր կապերն ու ձեր մարդերը և գիտեք, թե դա ինչպես է արվում։ Մի հայրենանվեր գործ արեք։ Այս մարդկանց իշխանության մնալը կործանարար է թե պետության համար, թե ժողովրդի և ձեզ համար ևս։ Վաղը մյուս օրը կարող են բոլոր երկրների ձեզ արտաքսել, կարող եք փախնել, գոնե պետք է ոտքը դնելու տեղ ունենալ, չէ։ Այն չինովնիկներին, որ կարծում եք հիմա կան ձեզ գրիշ են տալիս, այդ չինովնիկները ձեզ շատ հեշտ փուռը կտան։ Պուտինը ինչ-որ մի շահավետ գործարք իրենց առաջարկի, կամ իրենց կյանքը փրկելու համար իրենք իրենց նման մի բան առաջարկի, ձեզ անմիջապես կհանձնեն։ Դուք ոչ ոքի կյանքից ավելին չեք, ոչ ոք էլ ձեզ հավատարիմ չի մնալու, պետք եղավ ձեզ էլ կտան։ Ոստիկաններից այդքան դժգոհում էիք, ասում էիք ձեզ տանջում են, բռնում են, անտեղի գործեր են սարքում ձեր վրա և այլը։ Դա չէր մենթ ասելով այդ ատելությունը, որ միշտ էլ ունեցել եք ոստիկանի հանդեպ։ Հիմա այդ նույն ոստիկանները նեղում են, տանջում են, ժողովրդին գործեր են սարքում, մահակներով ծեծում, և այդ բոլոր բռնությունները ինչպես տեսնում եք, հարձակվում ժողովրդի վրա և այլը, իսկ դուք կողքից կանգնած նայում եք։ Դժգոհում եք միայն, երբ որ խոսքը ձեզ է վերաբերվում։ Իսկ ժողովուրդը ձեր ախպերը չի։ Իշ պարտադիր է ձեր հանցագործ սեկտայի մեջ լինի, որ նոր դառնա ձեր ախպերը։ Մարդկային սովորական կարեկցանքը, մարդկային զգացմունքները ձեզ տրված չի, պետք է անպայման իմը լինի, իմոնք լինեն նոր։ Եթե այդպես է, ուրեմն այսպես ասած, նաև թասիբ գոյություն չունի։ Եթե գոյություն ունենար, ես ինչու պետք է հիմա այստեղ նստած լինեի և ձեզ բացատրեի այս ամենը, արդեն տեսած կլինեի, լսած կլինեի արդյունքները, որ դուք արել եք ձեր թասիբը չտանելով։ Դե եթե չկա, խոսամ էլ չի լինի, ասեմ էլ չասեմ էլ չի լինի։ Նեղացակ, նեղացողներին ջուրն է տանում։ Եվ գիտեք ինչ, ձեր մեջ ավելի շատ կան վախկոտներ, քան սովորական ժողովրդի մեջ։ Ինչու բացատրեմ, որովհետև ձեր ուժը շատ ժամանակ պատում է թույլին։ Այդ որ բանտում նեղացնում եք թույլին, ճիշտ է։ Ուժեղի վրա ձեր ուժը չի պատում, ճիշտ է։ Դրսում թեկուզ նեղացնում եք թույլին։ Թույլ է, կին է, թեկուզ տղամարդ է, թույլ է, ուժը չի պատում և այլը։ Միշտ թույլին եք կարողանում, չէ, ուժեղի վրա չեք կարող։ Դրա համար եմ ասում, որ դուք միայն ու միայն թույլերի վրա կարողանում եք ձեր իշխանությունը պահել, ձեր վախի մթնոլորտը պահել
Իսկ այն մարդկանց, որոնք որ բարձր են կանգնած, ոստիկանություն ունեն իրենց պահպանող եւ այլը, դրանցից դուք վախենում եք։ Այո, եթե չվախենայիք, շատ բաներ այլ կլիներ, եւ մենք էլ այս հարցերը չէինք խոսի։ Եթե այդպես չէ, ապա ցույցեք, որ ես ճիշտ չեմ։ Այն ժամանակ ես ձեզ հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ։ Առայժմս այսքանը, ստեսություն։